Պարոն Կոնջորյան, կներեք, պարոն Կոնջորյան, դուք կարող եք ասել ինչպես էր ստացվել, որ պարեկները ուղեկցում էին ձեր եղբորը եւ նա հայոյելով շրջում էր։ Արի ջան, դուք այստեղ իրավունք չունեք լրագրողական գործունեություն ծավալել, եթե ես ասում եմ, որ հարցազրույց չեմ տալիս։ Խնդրում եմ, ոչ, կա սահմանված վայրեր եւ եթե դուք պատգամավորին խնդրում եք հարցազրույց եւ պատգամավորն ասում է, որ հարցազրույց չի տալիս, ապա դուք այդ սահմանված վայրերում իրավունք չունեք այդ պահին իրականացնել լրագրողական գործունեություն։ Դուք չեք ուզում պատասխանել, թե ինչպես է։ Չեմ ուզում պատասխանել, լրագրողներին կպատասխանեմ։ Ես եւս լրագրող։ Արի հով։ Դիքին Ղազարյան, դուք մտահոգիչ համարում եք այն, որ ձեր թիմակից Հայ Կոնջորյանի եղբայրը շրջում է պարեկների ուղեկցությամբ եւ հայոյանքներ է հնչեցնում։ Ես նման տեղեկատվություն չունեմ։ Ես տեսա, որ քրեական գործ է հարուցվել։ Ես վստահ եմ դրա շրջանակներում մեր հանրությունը կստանա իրեն բոլոր հուզող հարցերի պատասխան։ Դուք տեսանյութը չեք տեսել։ Չէ, տեսանյութը չեմ տեսել եւ երկրորդը ես ոչ դատարան եմ, ոչ դատավոր եմ, որպեսզի ինչ կարծիք ունի։ Ես ասում եմ, կարծիքը փաստի շուրջ պետք է լինի, ճիշտ է։ Բայց դա փաստը ողողված է համացանցում։ Համացանցում ողողված է։ Քննությունը, ես վստահ եմ, որ ժողովրդավար Հայաստանում քննությունը տեղի կունենա, հանրությունը կստանա իր բոլոր հուզող հարցերի պատասխանը։ Իսկ նման երևույթներ արդյոք չեն խանգարում ձևակերպումը նման երևույթ, ես նման երևույթ չեմ ճանաչում։ Իսկ եթե մենք առհասարակ խոսում ենք խուլիգանության նմանվող երևույթների մասին ընդհանրապես, բնականաբար ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության բոլոր պատգամավորները դրա դեմ են։ Բայց երբ որ մենք խոսում ենք ինչ որ երևակայելի դեպքերի մասին, դրա մասին դիրքորոշում երևակայել եք համարում այդ տեսանյութը։ Երրորդ անգամ կրկնում, նման տեսանյութ ես չեմ տեսել։ Կներեք, դուք ինչպես եք մեկնաբանում, որ պարեկների ուղեկցությամբ շրջում էր Հայ Կոնջորյանի եղբայրը եւ հայոյանքներ հնչեցնում։ Քննություն կա, քննությունը Ձեր քաղաքական գնահատականն է հետաքրքիր։ Կլինի քննություն, օբյեկտիվ, կլինի բացատրություն։ Կարծիք չունեք քաղաքական գործիչ։ Ունեմ, բայց օբյեկտիվ քննության վրա, երբ որ կլինի քննություն, կարծում եք կազդի ձեր կարծիքը օբյեկտիվ քննության վրա։ Կլինի քննություն, կլինի հետևանքները։ Դուք ինչ կարծիք ունեք այդ տեսակ։ Արցակը հնչեցնեք, պարոն Կիրակոս։ Դուք պարոն Կոնջորյանի եղբայրը շրջում է պարեկների ուղեկցությամբ եւ հայոյանքներ է հնչեցնում։ Ձեր ասացին ծանոթ չեմ տեսել։ Տեսանյութը չեք տեսել։ Չէ, չեմ տեսել, չեմ կարող մեկնաբանել, շնորհակալություն։ Պարոն Ալեքսանյան, դուք տեսել եք տեսանյութը, թե ինչպես է պարոն Կոնջորյանի եղբայրը պարեկների պետբյուջեից աշխատավարձ ստացող պարեկների ուղեկցությամբ շրջում եւ հայոյանքներ հնչեցնում։ Ես տեսանյութը տեսել եմ, վստահ չեմ, որ դա պարեկների, այսինքն պարեկներին էլ եմ տեսել, մեքենան էլ եմ տեսել, բայց չգիտեմ դա ինչքանով է փող կապակցված, եթե չեմ սխալվում, կա քրեական վարույթ, թող քրեական վարույթի շրջանակներում այս եւ մնացած բոլոր հարցերը ստանան պատասխաններ առհասարակ բռնության ցանկացած դրսևորում, թե ֆիզիկական, թե վերբալ, դատապարտելի եմ համարում, մնացածը կարծում եմ քրեական վարույթի շրջանակներում է։ Եվ նման միջադեպեր արդյոք պարոն Ալեքսանյան չեն խանգարում, որ քաղաքական գործիչ պաշտոնեական առաջխաղացումներ ունենան։ Ես կարծում եմ նման միջադեպերը ցանկացած իրավիճակում խանգարում են ցանկացած մարդու ու կարծում եմ, որ նմանատիպ միջադեպերից պետք է անենք։ Սա խոչընդոտ չէ պարոն Կոնջորյանի համար այս միջադեպը։ Ձեր հարցի պատասխանը տվեց մեր գործընկերը։
Տիկին Կարապետյան, դուք տեսել եք ինչպես է պարոն Կոնջորյանի եղբայրը հայոյելով բարեկների ուղղությամբ շրջում, սա մտահոգիչ համարում եք, թե ոչ։ Իդեպ նա ԿՊԱ-ական է, Ավետ Կոնջորյանը եւս ԿՊԱ։ Տեսել եք նման տեսանյութ, հա ես նման տեսանյութ չեմ տեսել, ես ինչ-որ ձայնագրություն եմ լսել, որը կադրերի վրա է դրված, ես կարծում եմ, որ քննությունը պետք է բոլոր փաստերը ես ոնց կարող եմ նման բան պնդել։ Ոնց կարող եմ նման բան պնդել։ Ես կարծում եմ քննությունը պետք է փաստերը պարզի, բայց հայոյանքը, ֆիզիկական բռնությունը, հոգեբանական բռնությունը միանշանակ դատապարտելի է։ Պարզապես օրինակ բարեկների ուղեկցելու փաստն ես չեմ տեսել տեսանյութ եւ կրկին կարծում եմ, որ քննությունը պետք է փաստերը ապացուցի։ Կմեծանայք միջին վիճակագրական ԿՊԱ-ականի նման ծափ։ Լավ, շարունակենք։ Ժողովուրդ ջան, եկեք շարունակենք, իրանք Պարոն Ռուբինյան, կներեք, դուք տեսել եք բարեկների ուղեկցությամբ շրջող պարոն Կոնջորյանի եղբայրը ԿՊԱ-ական Ավետ Կոնջորյանը հայոյելով ման է գալիս։ Իսկ որտեղից պնդումը, որ բարեկների ուղեկցությամբ է շրջում։ Դուք չեք տեսել այդ տեսանյութը։ Տեսանյութի մեջ տեսել եմ մեքենան անցնում, հետո տեսել եմ, որ հաջորդ անցնող մեքենան բարեկա, նույն տրամաբանությամբ կարող դուք մեքենայով գնաք հաջորդ պատահականությամբ, չգիտեմ, բայց նկատում եմ այդ կադրը բավարար չի պնդելու համար որ ուղեկցել է։ Պարոն Գյուլնազարյան, դուք տեսել եք այդ կադրերը, որ պարոն Կոնջորյանի եղբայրը հայոյում է։ Ոչ, ճիշտ։ Դուք տեսել եք պարոն Լևոնյան։ Ինչե՞։ Որ պարոն Կոնջորյանի եղբայրը գնացել է մեկ այլ անձի տան մոտ ընտանիքի։ Ես տեսանյութ տեսել եմ, բայց չեմ նույնականացրել, էլի ես չեմ կարող նույնականացնել այդ տեսանյութով։ Նմանատիպ տեսանյութ տեսել եմ, որը որ կապվում է իր անձի շուրջ։ Բայց վստահ չեք, որ Ես չեմ կարող նույնականացնել։ Պարզապես միջև հիմա չեն հերքել։ Ուղղակի այդ թեզն էլ, որ դուք ասում եք, որ բարեկային ծառայության մեքենան ուղեկցում է, հիմա եթե ես իմ ավտոմեքենան վարեմ ու իմ հետևից բարեկային ծառայության ավտոմեքենան նույն հետագծով գա, դա դառնում է ինձ ուղեկցում է, կամ նույն հաջողությամբ որտեղ մինչ այս ոչ բարեկային ծառայությունն է հերքել, ոչ պարոն Կոնջորյանի հերթականությունն եմ ցանկանում հասկանալ, նույն հաջողությամբ եթե դուք մեքենա վարեք եւ ձեր հետևից բարեկային ծառայության մեքենա գա։ Ասում եմ, բարեկային ծառայությունը չի հերքել, որ չի ուղեկցում պարոն Կոնջորյանին։ Այսինքն ով ինչ ասի, պետք է անմիջապես հերքի բարեկային։ Կամպիոնում է դա հնչում, չպետք է անդրադառնա բարեկային ծառայություն։ Նորից եմ կրկնում, նման ընթացակարգ եւ սահմանված վստահ եմ նորմ գոյություն չունի, որ ամեն մի հայտարարության կամ երևակայության արդյունքում պետքա բարեկային ծառայությունը կամ այլ իրապատկան մարմիններ, իրապաշտպան մարմիններ տան որևիցե պաշտոնական հերքում։ Նման դոկտրին գոյություն չունի։ Եվ եթե դուք ենթադրում եք, որ դա ուրեմն եթե ես ասացի Լևոնյան, իշխող ուժի ներկայացուցիչ Ավետ Կոնջորյանի նման պահվածքը դուք ինչպես եք գնահատում։ Ես նույնպես եմ ասում, մենք չունենք դեռ հավաստիացում, մենք կարող ենք մեր վերահսկող հանձնաժողով մեր շրջանակներում, մեր իրավասությունների շրջանակներում կանչել եւ իրեն հարցերը տանք, բայց ես գիտեմ, որ առողջական որոշակի խնդիրներ ունի եւ անմիջապես դրանից հետո մենք բնականաբար իրեն այդ հարցերը տալու ենք, եթե այդ մարդը եղավ խոստովան։ Ձեր հանձնաժողով եք կանչելու, հա։ Դա մենք արդեն մեր ներքին կանոնակարգերով կարգավոր ենք, հա։ Եք որոշում կամ Նորից եմ կրկնում, ինչպես ունենանք որոշում, եթե դեռ նույնականացում չկա, եթե դեռ ոչ մեկին չենք լսել եւ եթե դեռ անձը ի վիճակի չէ ըստ, հա, իմ վերջին տվյալի ի վիճակի չէ։ Երբ որ կթարմացվեն ինչ-որ տվյալներ, դες կտեղեկացնեմ։ Պարոն Եղոյան, դուք տեսել եք այն կադրերը, որոնք վերագրվում են Ավետ Կոնջորյանի։ Ինչ եք խոսում։ Դուք տեսել եք պարոն Խաչատրյան այն կադրերը, որոնք վերագրվում են Ավետ Կոնջորյանին, որ հայոյելով մեքենայով շրջում։ Ես ինչքան տեղյակ եմ, իրապահները հիմա քննում են հարցը, դրանից ավել բան չգիտեմ։ Որպես քաղաքական թիմի, հա, ասացի արդեն։ Չէ, այլ բան եմ ասում, քաղաքական ինչ գնահատական ունի։ Իրավական գնահատականը կլինի, հետո քննարկենք արդեն քաղաքական գնահատականը։ Ձեր քաղաքական գնահատականը կազդի, հա, իրավական գործընթացների վրա։ Ասացի արդեն, պետք է սպասենք իրապահները որոշում կայացնեն։